Սուրբ Գրիգոր Լուսավորիչ։ Տիրոջ խոսքով հաստատվեցին երկինքը և երկիրը, և նրա բերանի հոգով բոլոր երկնային զորությունները։ Այս պատճառով սուրբ մանուկները հնոցում բոլոր արարածներին հորդորում էին հանապաս փարաբանել ամենակալ, ամենազոր և ամենապարգև տերությանը, քանզի ասում էին. «Ամենքդ երևելի և աներևույթ արարածներդ, որ Տիրոջ ձեռքի գործն եք, օրհնեցեք Տիրոջը, օրհնեցեք երկնքի և երկրի Արարչին»։ Նաև արդարները սուրբ սրտով և խոնարհ հոգով օրհնություն են առաքում առ Աստված, որպեսզի չոտարանան արարչությունից, այլ ծանուցեն բոլորին, որ նրանք նույնպես բոլորի Արարչի արարածներն են։ Արդ աղոթքով, պահքով, սուրբ սիրով, շնորհալից հույսով և բաղձալից մղումով զգուշորեն պատրաստ եղիր Աստծո կամքը կատարելու։ Ահով և երկյուղով ջանա միշտ հառաջանալ բարեպաշտության մեջ և չպակասեցնել երևելի և աներևույթ առաքինությունների վաստակդ։ Եվ ամենուր հոգևորապես անխափան կատարիր աղոթքի ծառայությունդ, թե տանը նստած, թե ճանապարհ գնալիս, թե աշխատելիս, թե ննջելիս և թե արթնանալիս։ Ողջ սրտից բխած աղոթքներն ու խնդրվածքները Աստծո շնորհով խաղաղություն են բերում հոգուն, իսկ միտքը խնամալից պաղատանքներով ուղղվում է դեպի արտասվալից զղջումը և եռանդասեր խանդաղատանքով դեպի ավետիստների հիշատակը։ Աղոթքները շնորհալից արտասուքներ հեղելով մաքրում են միտքն ու մարմինը չար և ախտեղի ցանկություններից։ Բայց մի թող մտքիցդ Աստուծո հիշումը անդադար խնդրվածքներով, եռանդասեր հոգով և միշտ ջերմ արտասուքներով, որպեսզի աղոթքներով ընդունելության արժանանաս և Աստված քեզ պարգևատու լինի, քանզի կամենում է, որ բոլորը փրկվեն և արժանանան արքայության ի Քրիստոս Հիսուս։